կապված նոր ատոմակայանի կառուցման հետ կապված եք հստակություններ ասել, թե որ հայտնի որ Հայաստանի արտգործնախարարի և Միացյալ Նահանգների պետքարտուղարի հանդիպումից հետո նաև խոսվեց միջուկային համագործակցության մասին, արդյոք դա ենթադրում է, որ Միացյալ Նահանգների հետ մոդուլային ատոմակայանը կառուցելու երկաթուղու հետ կապված վարչապետը նախորդ ասուլիսի տեղեկացրեց, որ Ռուսաստանից ներական ազատներ կան հայտնի հատվածները Իջևանի և Ափրիկի վերականգնելու արդյոք վերջնական որոշում կա Ռուսաստանի հետ թե ոչ, և պարոն Խուդայթյան Խապսի ջրամբարի շինարարությունը ձախողվեց, որովհետև կառավարությունը պետությունը ընտրել է կառուցապատողի չինական ընկերության, որը չէր կարողացել շինաշխատանքներ իրականացնել, դա հիշեցնեմ Հայաստանի կառավարության ֆինանսավորման և գերմանական KfW բանկի միջոցներով կառուցում։ Այս մասով ինչ նորություն ունեք, արդյոք արդեն նոր մրցույթ կա, նոր ընկերություն կա և ինչ ժամկետներով շինարարությունը կարող է 21-26 թվականի կառավարության ծրագրը Հայաստանում խոստացել եք կառավարությունը 15 ջրամբար կառուցել, այստեղ մեկն է կառուցված 6 ջրամբար։ Նախ շնորհակալ եմ հարցի համար, ես տարվա որպես ամենակարևոր շինարարական օբյեկտ ավարտել ենք 6 ջրամբարի կառուցման աշխատանքները, ինչը իր ծավալներով աննախադեպ է երրորդ հանրապետության պատմության մեջ։ Եթե անդրադառնամ Կապսի ջրամբարի մասով, մենք Կապսի ջրամբարի կապալառու ընկերությանը ընտրել ենք մրցութային ընթացակարգով և հետևաբար խնդիրը կապված է նաև կապալառու ընկերության հետ, իրենք օրացային գրաֆիկից զգալի շեղումներով են այդ աշխատանքները իրականացրել, որոշում են կայացրել խզել, վերանայել նախագիծը, նկատի ունեմ այն հատվածը, որը իրականացվել է դուրս կգա նախագծից, առաջիկայում մրցութային կարգով կընտրենք այլ կապալառու ընկերություն և հետևաբար նախագծի վերանայումից հետո կկարողանամ ժամկետների մասին հստակ ասել։ Հանրային ներդրումային կոմիտեում դրական եզրակացություն է ստացել 5 ջրամբարների կառուցման աշխատանքները, դրանց մասով նախագծերը կան։ Պլանավորված է իրականացնել շինարարական աշխատանքների մեկնարկ տալ, վստահ եմ, որ նաև Կապսի շարունակությունը կհասցնենք արդեն մեկնարկել 2026 թվականի ընթացքում։ Ինչ վերաբերվում է Տեսեք, ես կուզեմ հետևյալ արձանագրումը անել, որ մեր կապալառու ընկերությունները ընտրվում են մրցութային կարգով և հետևաբար նույնիսկ կառավարության մեծ ցանկության դեպքում մենք չենք կարող երաշխավորել ժամկետում իրականացվող աշխատանքը և մասնավորապես Կապսի ջրամբարը կապված է կապալառու ընկերության թերացումներով պայմանավորված է։ Ինչ վերաբերվում է երկաթուղու մասով, մենք շարունակում ենք բանակցությունները ռուսական կողմի հետ և մեր ընկալումը այնպիսին է, որ ձեր նշած հատվածների մասով իրենց հետ համատեղ ենք իրականացնելու աշխատանքները, այսինքն իրենց միջոցով ենք իրականացնելու աշխատանքները։ Ինչ վերաբերում է նոր ատոմակայանի ավարտական փուլում կասեմ, բայց շարունակում ենք էլի այդ ուղղությամբ, այսինքն վարչապետի հայտարարությունից հետո նաև գործողությունները էլի գնում են այդ ուղղությամբ, այստեղ նոր փոփոխություններ չունենք և ակնկալում ենք, որ չենք էլ ունենա և վերջնական որոշում կունենանք այդ մասով, բայց դեռ վերջնական որոշում չունենք։ Ինչ վերաբերում է նոր ատոմակայանի 2026 թվականի ընթացքում մենք կարևոր արձանագրում և կարևոր որոշում ենք ընդունել, այն է մոդուլային ատոմակայանի տիպը ինչպիսին պետք է լինի, մենք այս ատոմակայանի տիպը ինչպիսին պետք է լինի և մենք որոշել ենք, որ ատոմակայանի տիպը պիտի լինի մոդուլային, մենք շարունակել ենք ուրեմն ուսումնասիրել մեզ տրվող առաջարկները այդ մասով, մասնավորապես և Ռուսաստանի Դաշնության, և Միացյալ Նահանգների, և Չինաստանի, և Կորեայի, և Ֆրանսիայի մասով, բայց մոդելի ընտրության հետ կապված մենք վերջնական որոշում չունենք և մոդելի ընտրության հարցը կարծում եմ կիրականացվի արդեն 2026 թվականին կամ 2027 թվականին, որպես այդպիսին շատ շտապելու անհրաժեշտություն էլ չունենք։ Կախված մոդելի ընտրությունից արդեն կորոշվի նաև որ երկրի հետ ենք իրականացնում աշխատանքը, որովհետև դուք գիտեք, որ մոդուլային ատոմակայանների սիստեմը որպես այդպիսին լայն տարածված չի եղել նախկինում և լրացուցիչ ուսումնասիրելու անհրաժեշտություն այս մասով կա, ինչը և մենք անում ենք։